Քննադատել մի բան, որը դեռ չեք տեսել, կարծում եմ կողմնակալության ակնհայտ դրսևորում է եւ հարցադրումների քննադատությանը պատրաստ եմ բացառապես եթերից հետո, որովհետեւ դուք ինձ օգնելու եք ավելի լավ հաղորդում ստանալու։ Այս պայմաններության միջև ոչ, նախագիծը ենթադրվում է, որ շարունակվելու է նաեւ հանրաքվեից հետո։ Այդտեղ է խնդիրը առաջանում։ Այդտեղ որևէ խնդիր չի առաջանում։ Եթե մինչև այդ չի առաջանում դες համար։ Չէ, ասեմ ինչպես, որտեղ մինչև հիմա կարելի է ենթադրել, որ դա քարոզարշավի շրջանակներում է, այսինքն տրամաբանություն կա այդտեղ, բայց բանից հետո կուլտուր ձեսը չհամաձայնել։ Ինքը դառնում է այսպես քաղաքական կողմ։ Հակառակը, այլ հակառակը ես կասեի, դու կարող ես սավախություն ունենալ քարոզարշավի շրջանակներում, եթե արձակվելու հետ կապված, այն էլ եթե տեսնես, որ իրականում կա խնդիր։ Ես հավաստիացնում եմ ձեզ, որ խնդիր ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Ես հեռուստահաղորդավար եմ, բացառապես հեռուստահաղորդավար եմ եւ ուզում լինել, այսպես ասեմ, եւ այդ հաղորդման շրջանակներում այդ դերն եմ ինձ վերապահել, տալ ամենաանհարմար հարցերը բոլոր հյուրերին։ Այդպես է։ Քննադատելի ձեր կուսակցության գործունեությունը ինձ այևս մեկ անգամ ապացուցում է, որ դուք նայելու եք այդ հաղորդումը, որպեսզի հիմնավոր լինի։ Մենք կտանք համաձայն։ Եթե հնչի քննադատություն հանրապետական կուսակցությանը ուղղված, ուզում եք Եռանկյունի հաղորդաշարը վերացեք Կիկոսի մա հեքիաթի ռեմիքսի, պետք չի դա անել։ Դեռ ոչինչ չեք տեսել բացի անոնսից, ինձ դուր է գալիս այս աժիոտաժը, հետաքրքրությունը, շնորհակալ եմ։ Երևի հեղինակների հիմա կասեմ, երևի հեղինակների մտահղացման հիմքում ընկած էր հենց այն, որ իմ համեստ կերպարով կարող եմ հրավիրել նաև ձեր ուշադրությունը այդ հաղորդաշարին։ Դեռ ստացվում է, ես երիտասարդ անձնավորություն եմ եւ մի քիչ համադրում եմ, ես ամբողջությամբ իրականացնում եմ, եթե դուք հետևեք իմ աշխատանքային առօրյային, այնպեսի հարց եք տալի, որ եթե ճիշտ պատասխանեմ, ստացվելու է, որ ինքնագովեստ եմ անում, բայց ես աշխատում եմ օրական շատ ավելի, քան աշխատանքային օրենսգրքով ֆիքսված հանրապետական կուսակցության աշխատանքը լինելու է վճարովի եւ ստեղծագործական աշխատանք է համարվում, անկեղծ ասած դեռ աշխատանքային պայմանագիր չունեմ, բայց այդպիսի առաջարկություն է հնչել։ Պայմանավորվել աշխատավարձի շուրջ, Ինձ աշխատավարձը շատ է հետաքրքրում, բայց այս պարագայում ես աշխատատեղ չեմ փնտրել, որ աշխատավարձով որոշեմ գնալու եմ այդտեղ աշխատելու թե չէ, ինձ հետաքրքիր է դրսևորման անվճարել կաշխատեմ, եթե տարբերակը հենց միակ տարբերակը դա լինի, ես կաշխատեմ այնքան ժամանակ, որքան ինձ եւ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի այս աշխատանքը, անկախ նայած այն վճարովի է թե ոչ։ Հակից մատուցնելու է։ Մենք ի սկզբանե չունենք սև ցուցակ, բնականաբար լինելու են բոլոր այն մարդիկ, ովքեր տեսակետներ կունենան ասելու այդ հարցերի շուրջ։ Հուսամ ոչ թե խնդիրը կլինի հրավիրելու մեջ, այդպիսի խնդիր չի եղել այս ընթացքում եւ չի լինելու։ Հուսամ խնդիր չի լինելու նաև անկաշկանդ մասնակցության մեջ մեր քաղաքական այդ ճամբարի կողմից։ Պարոն Աշոտյան, հանրապետական կուսակցության բացթողումներից, տնտեսական քաղաքականությունից, տնտեսական անկումներից, կրթության ու գիտության ոլորտի բացթողումներից, թերություններից կխոսեք, հա։ Դուք երևի լավ չէ, նման դեպք չունեք իդեպ։ Ունեք դեպք դասախոսների ներգրավման քարոզարշավի մեջ ոչի ճակատից հիշեցնեմ, հա, ֆիզիկայի ֆակուլտետի պատմությունը ԵՊԱ-ի, թողենք այդ թեման, դա շահեկան չի քննադատության համար ձեր պարագայում։ Ինչ վերաբերում է հարցադրումներին, այդ հարցադրումները բնականաբար հնչելու են շատ անկաշկանդ, շատ